Չէ՞ այդ 2018-ի հետ իրադարձությունները, քաղաքական փոփոխությունները այդ ժամանակահատվածում հակառակորդի ցանկացած տեղաշարժ առաջնագծում ինժեներական կառույցի ձևով կլիներ, թե մեկ այլ ձևով կլիներ, կանխարգելիչ հարվածների ձևով պարզապես կասեցվում էր եւ հակառակորդը հնարավորություն չուներ իր համար պլազդարմ ձևավորել Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Հիմա Ադրբեջանի պետք էր դադար, որպեսզի առաջնագծում նաև մեր կողմից կրակոցներ չլիներ, ինքը այդ ժամանակը օգտագործեց այդ տարուկեսը։ Վերադիրքավորվեց։ Այո, առաջնագիծը լրիվ նախապատրաստվեց հարձակողական գործողությունների համար, երբ որ իրան արդեն իսկ որևէ խնդիր չկար այդ մասով, բնականաբար այդ պայմանավորվածությունները մոռացվեց, իրանք հայտարարեցին, որ Հայաստանից ձգում է բանակցային գործընթացը, մինչև այդ արդեն 2019-ի բանակցային այդ առաջարկն էր եղել, որի մասին նաև երկար խոսվեց Հայաստանի իշխանությունների վարքագծի համատեքստում, եւ Ադրբեջանը 44 օրյա պատերազմի այդ նախապատրաստությունը իրականացրեց